Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հետ։ Բարև ձեզ։ 25 թվականի 11 ամիսների ընթացքում որքանով են աճել դատավարական ավարտ ստացած քրեական գործերը նախորդ տարիների համեմատությամբ։ Շնորհակալություն հրավերքի համար եւ նաեւ շնորհակալություն այն հնարավորության համար, որպեսզի մեր հանրությունը, սա եւս մեկ առիթ է, մեր հանրությունը հնարավորություն ունենա ըստ էության հաշվետվողականության տեսանկյունից իրազեկված լինի կատարված եւ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ։ Նշեմ, որ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում քննչական կոմիտեում ավարտվել է դատավարական ավարտների տեսքով 36195 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33000 քրեական վարույթի դիմաց աճը դատավարական ավարտների տեսքով 3107 քրեական վարույթ է ըստ էության։ Նշված 36195 քրեական վարույթից 12361-ը 13215 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը աճել է 2166 քրեական վարույթով։ Ինչով է դա պայմանավորված, օրենսդրական փոփոխություններով, կադրային տեղաշարժերով, գուցե կառավարման այլ մոտեցումներով։ Իմ մեջ բերած տվյալները վկայում են, որ քննչական կոմիտեում զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը։ Արտադրողականության բարձրացմանը նպաստում են մի քանի գործոններ, որոնք ըստ էության ընդհանուր համալիր ձևով նպաստել են, որպեսզի զգալի բարձրանա քննիչի աշխատանքի արդյունավետությունը։ Իհարկե, վճռորոշ դեր եւ նշանակություն ունի քննչական կոմիտեում կատարված կադրային փոփոխությունները։ Քննչական կոմիտեն համալրվել է բանիմաց կադրերով եւ զգալի փոփոխություններ են կատարվել հատկապես բարձրագույն եւ գլխավոր ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց թվում, որոնց վերաբերյալ ես հաջորդիվ կանրադառնամ, սակայն նաեւ քննչական կոմիտեում աշխատանքի արդյունավետությունը ըստ էության բարձրացել է նաեւ դրան նպաստել է նաեւ մի շարք գործոններ, որոնց թվում նաեւ ես կմատնանշեի, թե ներքին իրավական ակտերի միջոցով ինչպես հնարավոր եղավ կարգավորել ոլորտը, էականորեն բարձրացնել քննիչի աշխատանքի արդյունավետությունը, կրճատել նախաքննության երկարատև ժամկետների ձգձգումը բացառվի եւ այլն։ Մասնավորապես իմ կողմից նախ փոփոխություն կատարվեց գործող արդեն իսկ հրամանում եւ առաջնային համարվեց այն քրեական վարույթները, որոնք իրենց բնույթով ծանր եւ առանձնապես ծանր քրեական վարույթներ են կամ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներ են, սա մեկ։ Համապատասխան հանձնարարականով նաեւ արդեն իսկ բացառվեց փորձաքննություն նշանակման հիմքով պասիվացնելու ըստ էության աշխատելավոճը եւ միայն Երևան քաղաքում 6000-ից ավելի քրեական վարույթներ պասիվ դաշտից բերվեցին ակտիվ դաշտ, դրանք այն վարույթներն են, որոնք ըստ էության անհիմն պասիվացվել էին կամ երկար ժամանակ այդ վարույթներով քննություն չէր կատարվել եւ ակտիվացնելուց հետո այդ քրեական վարույթներով արդեն իսկ ունենք շոշափելի եւ տեսանելի արդյունքներ։ Հաջորդ գործոնը համապատասխան հանձնարարական տրվեց, որպեսզի ուժեղացվի հսկողությունը քրեական վարույթների նկատմամբ, այլ խոսքով քննիչի անմիջական վերադասը որոշակի ժամանակահատված անցնելուց հետո, երբ որ տեսնում էր, որ արդեն քննիչը որոշակի ժամանակահատվածում քրեական վարույթի ընթացքը չի լուծում, պարտադիր կերպով գրավոր հանձնարարություն է տալիս իր անմիջական ենթակայությամբ գործող քննիչին եւ դրանից հետո հանձնարարության մեջ սահմանում է այն կատարելու հստակ ժամանակահատված, դրանից հետո նույն ընթացակարգով նախատեսվում էր նաեւ հանձնարարություն կատարման ժամկետները երկարաձգելու կամ չերկարաձգելու ընթացակարգեր։ Բնականաբար չերկարաձգելու դեպքում, երբ որ անմիջական վերադասը ըստ էության գտնում էր, որ հանձնարարության պահանջները պետք է կատարվեր այդ ժամկետում եւ չի կատարվել, նախատեսվում է քննիչին բարձրացվում էր արդեն քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդեն հարցը։ Հաջորդը նաեւ ներդրվեց մեխանիզմներ, երբ որ քննիչը իր ամենօրյա աշխատանքի վերաբերյալ տեղեկանքի ձևով հակիրճ հաշվետվություն էր ներկայացնում իր
անմիջական վերադասին, եւ անմիջական վերադասը շաբաթական կատարվածքով ամփոփում էր այդ տեղեկանքներում կատարված աշխատանքը եւ ներկայացնում էր կենտրոնական ստորաբաժանումներ, որոնք ամսական կատարվածքով ամփոփում եւ զեկուցագրի տեսքով ներկայացնում էին ինձ։ Այդ մեխանիզմը հնարավորություն տվեց, որպեսզի քննիչը յուրաքանչյուր օր ըստ ժամերի պլանավորի իր աշխատանքը եւ բացառվի տևական ժամանակ անգործություն ցուցաբերելու դեպքերը։ Իմ մատնանշած այս բոլոր գործոնները համալիր կերպով նպաստեցին, որպեսզի էականորեն եւ զգալի կերպով բարձրանա քննիչի աշխատանքի արդյունավետությունը։ 25 թվականին անցնող տարում քանի գույք է վերականգնվել օգուտ պետության եւ որքան ֆինանսական միջոցներ։ Մենք հիմնականում վերականգնումներն ունենում ենք եւ ավարտված քրեական վարույթներով եւ անավարտ քրեական վարույթներով։ Ես արդեն նշեցի, որ ավարտված քրեական վարույթները դրանք երբ որ դատարան են ուղարկում կամ քրեական վարույթի ընթացքը լուծում է օրինակ կարճման տեսքով, օրինակ ոչ արդարացման հիմքով եւ այլն։ Սակայն ունենում ենք նաև քրեական վարույթներ, որոնք անավարտ են, սակայն այդ վարույթներով նույնպես արձանագրվել է պետությանը պատճառված վնասի վերականգնում։ Միայն այս տարվա 11 ամիսների կտրվածքով 2025 թվական 11 ամիսների մասին է խոսքը, եւ ավարտված եւ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 44 միլիարդ 602 միլիոն 954 հազար դրամ։ Սա նշեմ, որ ինքը աննախադեպ ցուցանիշ է եւ հաշվի առնելով, որ դեռ տարին չենք ավարտել, ակնհայտ է, որ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնման տենդենսը կրում է շարունակական բնույթ եւ այս ցուցանիշը ունի աճելու միտում։ Տարվա կտրվածքով մենք կունենանք ել ավելի դրական արդյունքներ։ Նաեւ քրեական վարույթներ ունենք, երբ որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում օրինակ անձին պետությանն են վերադարձրել համայնքին կամ պետությանը պատճառված գույքային տեսքով վնասը, օրինակ ունեցել ենք համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքեր, մանկապարտեզներ եւ այլն։ Սակայն նաեւ քննչական կոմիտեում հիմնականում որպես այդպիսին մենք մեր նախաքննության արդյունքներով ձեր բերված տվյալները փոխանցում ենք գլխավոր դատախազությունը, արդեն դատախազությունը դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում քննության արդյունքներով հայցեր է ներկայացնում կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու այդ հիմքերի արկայության դեպքում հայցեր է ներկայացնում կամ ապօրինի ծագում ունեցող բռնագանձման այդ գործիքակազմի կիրառման արդյունքում մեր քննության արդյունքներն օգտագործում են եւ այդ մեխանիզմով են հայցեր ներկայացնում, դրանց թիվը զգալի է, դրա վերաբերյալ ես տեղյակ եմ, որ նաև դատախազությունը պարբերաբար նաև հաշվետվություն է ներկայացնում։ Պարոն Պողոսյան, իսկ որ ոլորտներում են արձանագրվել ավելի մեծ վերադարձներ, կոռուպցիոն, հարկային տնտեսական գործեր, որտեղ է։ Մեծ վերադարձեր արձանագրվել են, այո, դուք ճիշտ մատնանշեցիք կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով, սակայն գումարային տեսքով վերադարձը հիմնականում ես արդեն թիվը մատնանշեցի, դրանք վերաբերում են հարկային եւ տնտեսական բնույթի քրեական վարույթներին։ Իսկ վերականգնված միջոցների մասով դեռ կան ընթացիկ գործեր, որոնցից լրացուցիչ արդյունքներ եք դուք սպասում։ Այո, իհարկե, այդ գործերը բազմաթիվ են, դրանք այդ գործերը հարյուրավոր քրեական վարույթներ ունենք, որոնցով որ այո, իհարկե մենք ակնկալում ենք պետությանը եւ համայնքին պատճառված վնասի վերականգնում եւ ունենք քրեական վարույթներ, որոնցով այս պահին զգալի քանակությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք ենք կիրառել։ Քանի նախկին տարիների չբացահայտված գործ է ներկայումս գտնվում ակտիվ նախաքննության փուլում։ Նախ նշեմ, որ իմ հանձնարարականով քննչական կոմիտեում վեր են հանվել եւ ուսումնասիրվում են նախկին տարիներին չբացահայտված քրեական վարույթները, որոնց վերաբերյալ հանրությունը տարիներ շարունակ ակնկալիքներ է ունեցել, քրեական վարույթներ են արկա եղել, որոնք վերաբերվում են 90-ականների թվականների վերջում կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներին։ Իմ հանձնարարականով բոլոր այդ քրեական վարույթները գույքագրվել են, վեր են հանվել, տեղափոխվել են համապատասխան կենտրոնական ստորաբաժանումներ եւ այդ քրեական վարույթները ըստ էության ակտիվ դաշտ են բերվել եւ այդ քրեական վարույթներով պլանավորվել է հստակ քննչական գործողությունները, նախ փոփոխության է ենթարկվել քննչական խմբի կազմում փոփոխություն է կատարվել, այսինքն նոր քննիչներ են ներգրավվել, պլանավորվել է քննության ընթացքը եւ այդ քրեական վարույթները զեկուցվել են ինձ մոտ եւ նախանշել ենք այն ուղղությունները, եթե մենք տեսնում ենք, որ այդ քրեական վարույթը ունի բացահայտման հեռանկար, բնականաբար այդ քրեական վարույթներով ակտիվ քննչական գործողություններ են կատարվել։ Ես նշեմ, որ
ըստ էության մենք այդպիսի թվական տվյալներ չենք կարող ներկայացնել, հստակ թվական տվյալներ, թե օրինակ քանի այդպիսի քրեական վարույթներ կա, սակայն դրանք ես մի քանի վարույթների մասին իհարկե կմատնանշեմ, բայց մի կարևոր հանգամանքի վերաբերյալ ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրեի, հաշվի առնելով, որ այդ քրեական վարույթները տարիներ շարունակ գտնվել են, ասես пассив վիճակում, քրեական վարույթները քննվել են, ավարտին չեն հասել։ Այո, ավարտին չեն հասվել եւ այդ քրեական վարույթները ասենց пассив վիճակում են գտնվել, քննիչը ներկա փուլում իր քննությունը, նախաքննությունը պլանավորելիս, կազմակերպելիս եւ նախաքննություն կատարելուց ըստ էության հանդիպում է բազմաթիվ քրեադատավարական խոչընդոտների։ Դուք արդեն պատկերացնում եք, որ տասնյակ տարիներ առաջ կատարված հանցագործությունների մասին է խոսքը։ Այստեղ մենք գործ ունենք մի շարք, երբ որ արդեն այս դեպքերով քննիչը արդեն ցանկանում է նորից անձանց հարցաքննի, բնականաբար անձանցից մի մասը կամ մահացած են լինում, կամ Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում, կամ տևական ժամանակ անցնելու հետևանքով անձը չի կարողանում նկարագրել դեպքերն ու իրադարձությունները այն հստակությամբ, որքանով դա նկարագրել է այդ դեպքերի ժամանակ։ Բացի դա, որոշ դեպքերում մենք ունենում ենք դեպքեր, երբ որ պարզապես գործ ենք ունենում ապացույցի կորստյան հետ, դեպքեր ենք ունեցել, երբ որ քրեական վարույթը նույնիսկ արկա չի եղել եւ մենք վերականգնել ենք որպես այդպիսին քրեական վարույթի դատավարական փաստաթղթեր, այսպիսի դժվարությունների հետ գործ ունեինք, բայց ինչևից է, ես չեմ ուզում ձեզ ծառաբեռնեմ։ Շատ են եղել այդպիսի գործեր, այսինքն եթե այդպիսի գործերի մասին դուք խոսում եք, նաև արդյոք հավատացած եք, որ արդյունքի կհասնեք քննչական գործողություններ իրականացնելիս, եթե կարող են լինել վկաներ, որոնք այսօր չկան, Հայաստանում չեն կամ, չգիտեմ, մահացած են, կան ապացույցներ, որոնք ժամանակին եղել են, հիմա դրանք այլևս գոյություն չունեն։ Ունենք արդյունք դատավարական ավարտի տեսքով, քննչական կոմիտեն այդ մասին նաև հաղորդագրություն տարածեց, խոսքը վերաբերում է Վահրամ Խորխորունու սպանության վերաբերյալ դեպքին, Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանության վերաբերյալ քրեական վարույթին, որը նախաձեռնված է եղել 1998 թվականին։ Մենք այդ քրեական վարույթով հասանք դրան, որ այս պահի դրությամբ արդեն կալանավորված անձ ունենք եւ մեղադրական եզրակացությամբ մեկ անձի մասով ուղարկել ենք դատարան, մյուս անձի վերաբերյալ քրեական վարույթը ըստ էության մեկը գտնում է հետախուզման մեջ եւ նրա նկատմամբ նույնպես խափան միջոց է ընտրված կալանքը, սակայն անջատված մասով դեռևս շարունակում ենք նախաքննություն կատարել, այսինքն եթե դուք ուշադրություն դարձրեցիք այս քրեական վարույթով մենք որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը ըստ էության հստակ հայտնի դարձավ դեպքից շուրջ 27 տարի անց։ Ես չեմ ուզում այս գործով նշեմ, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել քննչական կոմիտեն եւ ինչպես հնարավոր եղավ հասնել արդյունքին, սակայն այս քրեական վարույթը եւ նմանատիպ քրեական վարույթները եզակի բնույթ չեն կրելու եւ չեն կրում։ Մենք ներկայումս իմ հանձնարարականով նաեւ ուսումնասիրվում է ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արտուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը, այս պահին այդ վարույթը նախաքննությունը շարունակվում է, արդեն իսկ մամուլում որոշակի հրապարակումներ կատարվեց, սա եթե արդեն իսկ ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, քանի որ քրեական վարույթը գտնում է նախաքննության փուլում, սակայն մենք դարձյալ գրեթե 3 տասնամյակ անց նոր փորձակնություններ ենք նշանակել, մենք Եռաբլուր զինվորական պանթեոնում ըստ էության նաև կատարել ենք Արտաշիրիմում, այսինքն բազմաթիվ հսկայական գործողություններ են կատարում։ Մենք այս պահի դրությամբ նաև իմ հանձնարարականով ու նաև ուսումնասիրում է Լոռու մարզի դատախազի սպանությամբ։ Պարոն Պողոսյան, այսինքն ընդհանուր առմամբ ավելի շատ ուշադրություն է դարձում այն քաղաքական, այսպես ասած, շեշտադրում ստացած գործերին, հնչեղություն ստացած գործերին։ Հնչեղություն Դուք որովհետև նշեցիք, որ մինչև 90-ականներ եք հասել, իսկ մենք գիտենք, որ 2000-ականների տասնամյակներում բավականին շատ գործեր են եղել, որոնք ստացել են քաղաքական հնչեղություն նաև։ Ես իմ խոսքում քաղաքական բառ չեմ ուզում օգտագործեմ, ես կնշեմ հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներ, որոնցով ըստ էության հանրությունը տևական ժամանակ ակնկալել է արդարություն եւ արդարադատություն։ Մեր խնդիրը հետևյալն է, որպեսզի մեր հանրությունը վստահ լինի, որ անկախ ժամանակային խզումից եւ ժամանակահատվածից յուրաքանչյուր հանցագործություն վաղ թե ուշ բացահայտվելու է եւ արդարադատությունը ըստ էության վրա է հասնելու։ Մեր խնդիրը նա է, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ
իրավապահ մարմինները ներկայումս որևիցե կաշկանդվածություն չունեն եւ մենք իրականացնում ենք մեր գործառույթը եւ սա նաեւ ապագայի համար ունենալու է զգալի կանխարգելիչ նշանակություն հանցանք կատարած անձը եթե ունի այդպիսի մտադրություն պետք է վստահ լինի որ թեկուզ տասնամյակներ անց բայց բացահայտվելու է հանցագործությունը այ նպատակը դա է առաջին նպատակը եւ երկրորդ իհարկե մեր խնդիրը նաև այն է, որպեսզի մենք վերականգնենք դուժողի խախտված իրավունքները ըստ էության հենց վարույթն իրականացնող մենք չենք ուզում տարանջատենք այս ժամանակահատվածների բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնք վերաբերում են 2000-ականներից այս կողմ, այսինքն մենք ունենք այդպիսի վարույթներ, այս պահին էլ ուսումնասիրվում է, անհատական չեմ ուզում շեշտել քրեական վարույթներ, սակայն գալիք տարվա մեջ մենք կունենանք նաև այդպիսի քրեական վարույթներ։ Այս պահի դրությամբ նաև քննչական կոմիտեում ակտիվ քննչական գործողություններ է կատարվում հոկտեմբերի 27-ի քրեական վարույթով, նաև ակտիվ քննչական գործողություններ է կատարվում։ Մի կարևոր հանգամանք ես կցանկանայի նշեմ, այ Վահրամ Խորխորունու քրեական վարույթը ըստ էության մեր տեսադաշտում հայտնվեց հենց հոկտեմբերի 27-ի քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարկածներից մեկը ստուգելու ժամանակ այդ քրեական վարույթը այդ ժամանակ հայտնվեց մեր տեսադաշտում եւ չի բացառում որ առաջիկայում հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքում նաեւ այլ վարկածների հայտ կան եւ դուք գնաք այդ ուղղությամբ բազմաթիվ վարկածներ կան այդ վարկածներով բոլոր վարկածները ստուգվում են եւ ակտիվ նախաքննություն է կատարվում հոկտեմբերի 27-ի քրեական վարույթով իսկ այստեղ դժվարություններ ունեք քննչական գործողություններ իրականացնելիս հաշվի առնելով թե ինչքան ժամանակ է անցել Մենք ունենք բազմաթիվ դժվարություններ, այո, իհարկե, դուք տեղյակ եք, որ այդ քրեական վարույթով բազմաթիվ անձինք, այդ թվում նաև կատարողներ մահացել են։ Բազմաթիվ դժվարություններ ունենք, սակայն անկախ դժվարություններից մենք պարտավոր ենք, որպես վարույթն իրականացնող մարմին, ձեռնարկելու օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, որպեսզի դեպքի ամբողջական հանգամանքները պարզենք եւ նախաքննության խնդիրներն ըստ էության իրագործենք։ Եվ հավաստիացնում եմ, որ այդ քրեական վարույթը գտնվում է իմ ուշադրության կենտրոնում եւ շաբաթական կտրվածքով 1 օր այդ քրեական վարույթը իմ մոտ զեկուցում է։ Իմիջիայլոց դա զրոյից եք սկսել քննել, թե շարունակեք արդեն Ոչ, այդ քրեական վարույթով բավականին վարույթով դատավարական փաստաթղթեր եղել են եւ այդ վարույթը ըստ էության դուք գիտեք, որ դրանով արդեն որոշակի մարդիկ դատապարտվել են։ Վարույթը ըստ էության անջատված մասով եղել է, բայց մենք բավականին ծավալուն քննություն ենք կատարել։ Կանք այլ հնչեղ գործերի 25 թվականին դատարան ուղարկված առավել հնչեղ քաղաքական կամ գուցե հանրային հետաքրքրություն ունեցող գործերի մասին ինչ տվյալներ կարող եք փոխանցել։ Մենք բազմաթիվ քրեական վարույթներ առկա են, որոնք ըստ էության 2025 թվականին մենք արդեն զարգացում են ունեցել։ Օրինակ նշեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների հայտնի քրեական վարույթով, որոնք որ արդեն բազմաթիվ վարույթներ անջատվել եւ ուղարկվել էին դատարան, սակայն դեպքից 5 տարի անց այդ քրեական վարույթով երբ որ այս վարույթով նորից պլանավորվեց քննչական գործողությունները, միայն այս տարվա ընթացքում դեպքից 5 տարի անց 17 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ օրինակ ուղարկվել է դատարան։ Հաջորդը մենք այս մասին նաև հրապարակումներ է կատարվել մամուլում եւ այլն։ Դուք գիտեք, ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավորի կողմից ըստ էության առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարելու վերաբերյալ քրեական վարույթը падգամավորների կողմից, երբ որ ուղարկվեց դատարան, ըստ էության նաև քրեական վարույթը արդեն նշեցի Վահրամ Խորխորունու վերաբերյալ քրեական վարույթը ուղարկեցինք դատարան մենք դատարան ենք ուղարկել արդեն հայտնի քրեական վարույթը, որը որ ըստ էության շոշափվում էր նախկին ԴՀԿ նախկին պետին, առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներմուծման, այո, Միրհան Պողոսյանի վերաբերյալ քրեական վարույթ, հերրակա վարույթով իհարկե, եւ ընկերության տնօրենի նկատմամբ արդեն կիրականացվի հերրակա վարույթ, իսկ այն մյուս մասով դարձյալ ուղարկել ենք դատարան։ Մենք դատարան ենք ուղարկել Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի եւ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու վերաբերյալ քրեական վարույթը, ընդ որում նշեմ, որ այս բոլոր վարույթները տարիներ շարունակ քննվել են, օրինակ այս վերջի վարույթը, որ նշեցի, գրեթե 6 տարի անց ենք ավարտել։ Մենք դատարան ենք ուղարկել նաեւ Իսակովի Պողոտայի եւ Եռաբլուր զինվորական պանթեոնինկից հողատարածքների ապօրինի օտարման դեպքի արդիվ արդեն վարույթը նախաձեռնած 22 դրվագով դուք գիտեք, որ դա այդ հանցանքը ըստ էության նաև
մեղադրյալ ներգրավել էր նաև հանրապետության 3-րդ նախագահան, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ եւ պետական գույքի կառավարման վարչության պետի վերաբերյալ վարույթն ենք ուղարկել 16 անձանց վերաբերյալ։ Մենք դատան ենք ուղարկել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթը, այդ մասին նաև հաղորդագրություն տարածեցինք նաև ըստ էության մեղադրանք առաջադրվել էր, որ ըստ էության հակառակորդին էր թողնվել 2 մարտական դիրք։ Մենք դատան ենք ուղարկել նաև քաղաքավիացիայի գլխավոր վարչության պետին հետ առնչվող քրեական վարույթը, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթ եւ բազմաթիվ Վանաձորի նախկին քաղաքապետ։ Այս վարույթները քանակական տեսանկյունից ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ մենք դատարան ուղարկված քրեական վարույթների զգալի աճ ունենք, բայց զուտ քանակական աճ չի արձանագրվել, այստեղ մենք նաեւ ունենք որակական տեսանկյունից նաեւ աճ, որովհետև մենք ավարտել ենք այնպիսի քրեական վարույթներ, որոնցով ըստ էության խախտվել էր պետության օրինական իրավունքներն ու շահերը, մեր հենց առաջնահերթությունը մեր աշխատանքների կազմակերպման տեսանկյունից հենց առաջին հերթին պետական շահն է։ Շատ հաճախ հենց հանրության մեջ դժգոհությունն այն է, որ շատ երկար են տևում այդ հնչեղ գործերի նախաքննական ընթացքը, քննչական գործողությունները, հիմա կան գործեր, որոնք դեռ նախաքննության փուլում են եւ քանիսն են դրանք։ Այո, հնչեղ գործերի մասին է խոսքը, որոնք դեռ քննության փուլում են, որոնք դեռ դատարան չեք ուղարկել։ Իհարկե, մենք ունենք այդպիսի քրեական վարույթներ, դուք գիտեք, որ այդ քրեական վարույթները նաև հանրային մեծ հնչեղություն են ստացել եւ անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որ քննչական կոմիտեն, որը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ նախաքննական մարմինը, ըստ էության չունենա այդպիսի քրեական վարույթներ, հնչեղ գործեր, դուք տեղյակ եք, օրինակ այդպիսի քրեական վարույթներից կարող եմ նշել մի քանի քրեական վարույթներ ընդամենը, դուք մենք ունենք օրինակ, չգիտեմ, Մերձավան համայնքի տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձության հետ կապված քրեական վարույթը, որը որ պատրաստվում ենք շուտով ավարտենք եւ ուղարկել մեղադրական եզրակացությամբ դատարան, մենք ըստ էության նաեւ ունենք բազմաթիվ քրեական վարույթներ, վերագրվում են քրեական աստիճանակարգության, քրեական ենթամշակույթի առաջվող քրեական վարույթներ, դուք տեղյակ եք քաղաքական դեմքերի առումով։ Դե օրինակ քաղաքական դեմքեր որպես այդպեսին չեմ մատնանշի, բայց հնչեղ գործեր, որը որ հանրային հնչեղություն է ստացել, օրինակ դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթներ նույնպես քննչական կոմիտեում է քննվում եւ բազմաթիվ նման բնույթ կրող վարույթներ, որոնք ըստ էության հանրային որոշակի հետաքրքրություն են առաջացնում, այդպիսի քրեական վարույթներ քննչական կոմիտեում բազմաթիվ են։ Կադրերի մասին խոսենք, դուք ասացիք, որ կադրային շարժ եղել է 25 թվականին քննչական կոմիտեում, նոր նշանակումներ, ազատումներ, ռոտացիա։ Ինչ կարող եք այս մասին հայտնել։ Շնորհակալություն։ Ես նշեմ, որ զգալի աշխատանքներ են տարվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թափուր հաստիկների համալրման ուղղությամբ։ Քննչական կոմիտեում ըստ էության 11 ամսվա կտրվածքով համալրված է եղել 811 հաստիկ։ Մենք թափուր հաստիկների քանակը 203-ն է եղել նոյեմբերի 30-ի դրությամբ։ Բայց ես ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ այս տարվա ընթացքում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, դրա մասին է վկայում այն, որ միայն այս տարվա ընթացքում դիմում է ներկայացել որպեսի աշխատանքի անցնի քննչական կոմիտեում եւ մասնակցի մրցույթին շուրջ 513 տեխնացու։ Քանիսն են հաղթահարել շեմա, ցողիկ։ 111-ի վերաբերյալ դեռ քննությունը չի կայացել, սակայն 402-ից ըստ էության այս պայդրությամբ 79 ավարտել են, ակադեմիան 79 նշանակվել են, բայց ես ցանկանամ նշել, որ Արտադրության ակադեմիան ավարտել է 79 անձ, որոնցից 77-ը արդեն իսկ նշանակվել է, իսկ առհասարակ որովհետև հնարավոր են իրավիճակներ, երբ որ Արտադրության ակադեմիան անձը ազատված լինի Արտադրության ակադեմիայում ուսումնառությունից համապատասխան փորձի առկայության պայմաններում, այս տարվա ընթացքում քննչական կոմիտեում նշանակվել է 137 անձ քննիչի աշխատանքում կամ ղեկավար պաշտոններում, բայց նաև ցանկանում եմ նշել, որ անցած այս տարվա ընթացքում քննչական կոմիտեում նշանակումներ են կատարվել բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում, որից
բարձրագույն խմբի պաշտոնում դա 3 նախագահի տեղակալ եւ 4 գլխավոր վարչության պետ նշանակվել են, իսկ գլխավոր պաշտոններում 67 անձինք են նշանակվել։ Դրանց մեջ մտնում են վարչության պետեր, տեղակալներ, մարզային վարչության պետեր եւ բաժնի պետեր։ Այսինքն դուք ուշադրություն դարձրեք, որ այսինքն կադրային պակաս չկա։ Այս պահիդրությամբ կադրային պակաս միշտ կա, որովհետեւ կադրային տեղաշարժը միշտ է, գրեթե միշտ է, սակայն այս պահիդրությամբ այն ուժերով, որ ըստ էության քննչական կոմիտեն հիմա ունի, այդ ներուժը ինքը վստահաբար կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Ամփոփելով 26-ի համար ինչ եք նախատեսել։ Ես արդեն նշեցի, որ բազմաթիվ քրեական վարույթներ կան, որով որ պետք է մենք ավարտենք, արդեն նշեցի մերձավան համայնքի հետ կապված քրեական վարույթը, որը որ տեղի ունեցած այդ դեպքերի հետ կապված քրեական վարույթը, սակայն իմ ուշադրության կենտրոնում է հիմնականում պատերազմին 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթը, դրանցով այդ քրեական վարույթով դուք գիտեք, որ արդեն իսկ տարվա սկզբին մենք մեղադրական եզրակացությամբ դատան ուղարկեցինք գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ կապված քրեական վարույթը, որը առնչվում էր Տիրան Խաչատրյանին, սակայն քրեական վարույթը դեռևս շարունակվում է, բազմաթիվ փորձակնություններ ունենք նշանակված եւ առաջիկայում մենք կունենանք այդ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք։ Եվ նշեցի արդեն մի քանի քրեական վարույթներ նախկին տարիներին չբացահայտված քրեական վարույթներ, այդ քրեական վարույթներով նույնպես կունենանք արդյունքներ, վստահեցնում եմ ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն էր։ Կհանդիպենք։